Բույթ ազդում է երեխայի մտածելակերպի ու գաղափարների վրա։ Մեր հաջորդ տեսանյութը վերնագրել ենք «Մայրիկի փոքրիկ օգնականը»։ Առաջարկում եմ դիտենք ու միասին ծանոթանանք նրանց հետ։ Տղաս Տիգրանը 8 տարեկան է, 3-րդ դասարանի աշակերտ, իսկ աղջիկս Սառան 5 տարեկան, ավարտել է մանկապարտեզը եւ 0 դասարան է պատրաստվում գնալ։ Երբ տղաս արդեն նոր քայլում էր, շատ էր սիրում տան ամեն մի գործին խառնվել, նույնիսկ փոշեկուլը նրա սիրելի զբաղմունքն էր փոշեկուլով աշխատելը, բայց մեծանալով երևի նախասիրություններն էլ փոխվեցին, հետո մի քիչ արդեն ավելի տղային վայել աշխատանքներ է սիրում, իսկ աղջիկս խոհանոցում է շատ սիրում մասնակցել ամեն ինչին եւ տան գործերին նաեւ։ Մայր ու աղջիկ հաճախ են խոհանոցում միասին լինում։ Մայրիկը պատրաստում է, իսկ փոքրիկ Սառան անվարժ թաթիկներով օգնում նրան։ Դեռ մի մատ երեխա է, բայց մայրիկին օգնելու գործում առաջինն է։ Խոհանոցը փոքրիկի ամենասիրելի վայրն է, իսկ ամենասիրելի գործը խմորի հետ աշխատելը։ Ավելի շատ ուշադրությունը թխվածքների թխման գործն է գրավում, շատ է սիրում ալյուրով աշխատելը եւ երևի 2 տարեկան չկար, երբ առաջին անգամ մասնակցեց թխվածք թխելու process-ին եւ վատ չէր ստացվում նրա մոտ եւ միշտ իհարկե բարձր գնահատականի էր արժանանում, ինչը շատ կարեւոր է երեխայի համար, որպեսզի նրա աշխատանքը գնահատվի եւ մինչեւ այսօր ակտիվ մասնակցում է արդեն ամեն մի գործին։ Պատրաստելու համար նրան միշտ էլ տրամադրություն ունի, ուղղակի պետք է տանը լինի, եթե տանն է լինում, այո, ամեն ինչի մասնակցում է։ Տնային գործերին երեխաներին մասնակից դարձնելը իհարկե պետք է լինի չափի մեջ, այդպես եմ կարծում, որովհետև մանկությունը դա մարդու կյանքի ամենաանհոգ եւ կարճատև ժամանակահատվածն է։ Եթե ունեն ցանկություն, իրենց կամքով մասնակցեն տան գործերին, բայց ստիպելով երևի ոչինչ պետք չէ անել։ Ես կարծում եմ, որ պետք է ուղղակի երեխային ժամանակ տրամադրել, զրուցել նրանց հետ, ես կասեի լեզու գտնել եւ համոզել, ոչ թե ստիպել, համոզել, որ ինչու ոչ օգնեք մայրիկին կամ ինչ որ աշխատանքում ինքներդ ինքնուրույն կատարեք։ Տղա եւ աղջիկ երեխաների հետաքրքրությունները եւ նախասիրությունները այլ են, տարբեր են, բավականին տարբերվում են եւ եթե փոքրուց տղա երեխան կարող է նույն ձև փոշեկուլ բռնել կամ հարթուկը ցանկանալ վերցնել եւ խառնվել նույնիսկ մայրիկի խոհանոցային աշխատանքին, ապա երբ արդեն մեծանում է, փոխվում է նրա նախասիրությունները եւ ավելի տղային վայել աշխատանքներ է ցանկանում անել։ Ասենք տղաս կարող է հայրիկին ինչ որ բանով օգնել, նրա հետ ինչ որ աշխատանք կատարել, բայց նրան խառնել տան կանացի գործերին ես ճիշտ չեմ համարում իհարկե, բայց ամեն ինչը պետք է լինի, նորից եմ ասում, չափի մեջ։ Հաճախ ծնողներն իրենք են դառնում երեխայի ծուլության պատճառը, սաստում են ամեն աննշան առիթի դեպքում, մերժում են երեխային մասնակցել այս կամ այն աշխատանքին։ Նրանց բաժին աշխատանքը իրենք են կատարում։ Երևի 2 տարեկան անց, երբ արդեն նախապատրաստվում ենք մանկապարտեզ գնալ եւ տղայիս դեպքում եւ աղջկաս դեպքում, աղջկաս դեպքում դա մի քիչ ավելի վաղ շրջանում կատարվեց, երևի էլի իր աղջիկ լինելու փաստն է։ Երկուսն էլ հեշտ սովորեցին ինքնուրույն դառնալ, ուտել, հագնվել, երևի աշխարհը ճանաչելու մի յուրահատուկ ձև է սա, ինչու ոչ թող թափի, թող կոտրի, բայց ամեն ինչ սովորի։ Երկուսն էլ կամակոր են, երկուսն էլ տարբեր են շատ ժամանակ, կարող են շատ դեպքում նկատողություն ստանալ նույնիսկ ինչ որ աշխատանք սխալ կատարելու համար, այսինքն այն աշխատանքը, որը նրանց չի վերաբերվում, շատ անգամ խառնվում են, այդ դեպքում կարծում եմ իհարկե պետք է նկատողություն տալ, որպեսզի երեխան իմանա իր տեղը, թե որին կարող է խառնվել եւ որին ոչ։ Այսօրվա երեխաների հետաքրքրությունները երևի միանման են, բոլորն էլ սիրում են համակարգիչ, հեռախոսներ եւ այլն, ուղղակի էլի ժամանակի հարց է, պետք է ժամանակ տրամադրել երեխաներին,
կանչել, միասին նստել, նկարել, ինչ որ աշխատանքով միասին զբաղվել, որպեսզի երեխայի ուշադրությունը այդ համակարգչից, հեռուստացույցից շեղել դեպի տան գործերը, դեպի միասին անցկացնելու ժամանակը։ Երեխայի համար ժամանակը նույնիսկ կարելի է խոհանոցում գտնել, ասենք նույնիսկ հաց պատրաստել, ճաշ պատրաստելուց կարելի է երեխային մի բան պատմել, նրա հետ ուղղակի զրուցել, իսկ տանը ինչ որ նստած հեռուստացույց դիտելը շատ մայրիկներ ժամանակ ունեն, հեռուստացույց, ֆիլմեր, համակարգչով եւ այլն դիտել ժամանակ ունեն, բայց երբ հասնում է հարցը երեխաներին, որ պետք է նստեն, զբաղվեն, կամ նույնիսկ չնստեն, ուղղակի երեխայի հետ կամ խաղան, կամ նկարեն, այդ ժամանակ ասում են, որ ժամանակ չկա։ Մեր երեխաներին նստել, քայլել ու արտասանել սովորեցնելու հետ մեկտեղ չպետք է մոռանանք սովորեցնել նրանց լինել կարգապահ, նախաձեռնող ու հնարամիտ։ Երեխային աշխատել սովորեցնելը չի նշանակում տան հոգսը դնել նրա փոքրիկ ուսերին։ Ամեն ինչ չափի մեջ եւ գեղեցիկ է եւ օգտակար։ Ծափիկ, ծափիկ, ծափանեմ, իջնեմ բակում խաղանեմ, մի փուն ծաղիկ հավաքեմ, տանեմ մայրիկիս նվիրեմ։ Որքան էլ դժվար է մայրիկ լինելը, պետք է համբերել, չէ որ համբերությունը կյանք է, իսկ կյանքը մեր բալիկներն են։ Այսքանն էր այսօրվա համար, կհանդիպենք։